Պարոն Առաքելյան, երկու հարց ունեմ։ Առաջինը, եթե ունեք ձեր ձեռքի տակ նման տվյալ, 24 թվականի ընթացքում ընդհանուր գործուղումների կատարվող ծախսումների մեծությունը եւ գործուղումների թիվը ու քանի падգամավոր են մասնակցել այդ գործուղումներին, խոսք չի գնում աշխատակազմի գործուղումների մասին, այլ ազգային ժողովի падգամավորների գործուղումների մասին եւ եթե ունեք բաշխում ըստ խմբակցությունների, խնդրեմ ասեք, եթե չէ ընթացքում տեղեկանքի տեսքով տակ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Երկրորդը, որքան միջոց է ծախսվել ազգային ժողովի անվտանգության համակարգերի վրա, եթե կարանք sense ձևակերպենք, էլի։ Ոչ թե ընդհանրապես ազգային ժողովի պահպանման ծախսերի բանի առումով, այլ անվտանգության ուժեղացման ինչ-որ հարցեր են տրվել, սկսած ոնց էր կոչվում ծառայությունը, պետական պահպանության ծառայությունից հատկացում կա ազգային ժողովից, թե ոչ, եւ ուղիղ ֆինանսավորմամբ կամ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու տեսքով, խնդրեմ նաեւ այս թիվը հրապարակել։ Շատ լավ։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Մինասյան, գումարային տեսանկյունից առանձին տվյալ չունեմ, թե գործուղումների վրա падգամավորների ինչքան գումար է ծախսվել, կարող եմ ասել, որ ընդհանուր եղել է 163 գործուղում, նորից ձեռքից տակ չունեմ տվյալ, թե դրանցից քանիսը որ խմբակցության падգամավորներն են մեկնել, կարող եք դիմել, մենք տրամադրենք այդ տեղեկանքը, չնայած մեր մոտ ամեն ինչ հրապարակային ազգային ժողովի կայքում տեղադրվում է բոլոր նախագահի կարգադրությունները, դրանով է գործուղումները կազմակերպվում։ Ինչ վերաբերում է պետական պահպանության ծառայությանը, ոչ իրանք եթե ունենում են ծախսեր, որոնք պետք է անեն, անում են իրենց բյուջեի հաշվին։